Ցունից խոսում է մի անձնավորություն, որը զիջել է ամեն ինչ որ հնարավոր է, ինչ որ ունենք, անկախության հռչակագիր, սահմանադրություն, ինքնություն, ինչ ասես այս մարդը զիջել է, ասենք տեղ չի թողել, էլ զիջելու տեղ չի թողել։ Մի շաբաթ առաջ էլ քննարկում էր զինանշանի հարցը Էրդողանի եւ Ալիևի հետ։ Դու ինչ ինքնիշխանությունից ես խոսում։ Դու ով ես, ինչ կապ ունես դու ինքնիշխանության հետ։ Ինչ գործ ունեք Սարդարապատի հուշահամալիրում։ Գնացել եք ինչ անեք, պղծեք։ Ասեց էլի նա գնաց պղծեց էլի։ Ադե Հանձնաժողովն ասում է։ Ամոթնել, ասենք ամոթնել ինչ որ սահմաններ պետք է ունենա։ Դու կզած, կռացած, խեղճացած, նվաստացած վիճակում ամեն անգամ մեր ինքնիշխանությունից կորուստներ ես անում։ Բայց որ հետը պայմանավորվել ես, որ սահմանից Հայաստանի Հանրապետությունը պետք է այլ երկրի ուրեմն զինված ուժեր չլինեն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է սահմանափակ քանակությամբ զինուժ ունենա, որ հիմա էլ օրենք եք բերում, որը որ դրա այսպես ասած սկիզբն է։ Էլի Ալիևի այն պահանջի, որ ապառազմականացման պահանջի։ Բազմաթիվ անգամներ խոսել ենք այս թեմայի մասին։ Սա ուղիղ Ալիևի պահանջն է։ Հայկական բանակը կազմաքանդելու, կազմալուծելու պահանջն է։ Եվ այս ամբողջ շղթայի մեջ, ինքնիշխանության ամեն օր կորուստերի մեջ, այս ձեր խեղճացած, նվաստացած, ստորացած վիճակով դուք եք այդ ինքնիշխանությունը բերելու։ Այդ ինքնիշխանությունից ոչ մի նշույլ չի մնացել։ Մի քանի օր առաջ կրկնեմ նորից էլի սրա մասին խոսել եմ, բայց մի քանի օր առաջ Երևանյան հեռանկարներ, ինչ որ հեռանկարներ է բացում այս մարդը։ Հեռանկարներ այդ շրջանակներում էլի